Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրայինի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես, Լուսի Քոչարյանը, նշեմ այ բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, ի հավելումն իհարկե ռադիո հաճախականության, դրանք են ARM Radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, դիտելու եւ լսելու հնարավորություններով, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ, live stream-ի տարբերակով մեզ դիտելու հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում։ Իդեպ կարող եք նաև ինձ անձնական նամակով հարցեր ուղարկել եւ live stream-ի ներքո, եթե ունեք դիտարկումներ, հարցեր գրելու, որոնց ես կանդրադառնամ մեր այսօրվա հյուրի օգնությամբ։ Մենք զրուցելու ենք բժիշկ-գինեկոլոգ, սեքսոլոգ Արմինե Հովհաննիսյանի հետ, ողջույն։ Ողջույն Լուսի։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար, քանի որ այսօր խոսելու ենք կնոջ, կոնքային, ցավային համախտանիշի մասին։ Փորձելու ենք հասկանալ ինչպես տարբերակել, որ օրինակ կինը ունի հենց այս ցավային համախտանիշը, ինչ պետք է իմանալ սրա մասին, ինչպես պետք է վերաբերվել, հետազոտել, ախտորոշում դնել, ինչին ուշադրություն դարձնել եւ ինչպիսին է իհարկե բուժումը մեր օրերում այսօրվա բժշկագիտության եւ գինեկոլոգիայի կողմից։ Նաև հարգելի ունկնդիրներ դիտարկելու ենք, թե ինչպես է այս խնդիրը ազդում առհասարակ կյանքի որակի վրա կնոջ եւ սեռական կյանքի վրա։ Մի խոսքով, կարևոր է բոլոր կանանց եւ աղջիկների համար։ Սկսենք հենց անվանումից միգուցե կնոջ կոնքային ցավային համախտանիշ։ Կանխագուշակում ենք, որ տարբեր տիպի ցավեր մենք ունենք հենց կոնքային հատվածում, ավելի մանրամասն ձեզնից լսենք։ Ճիշտ է, Լուսի, բավականին ծավալուն թեմա ենք վերցրել, փորձենք առավել կարևոր շեշտադրումներով անցնել։ Քրոնիկ կոնքային ցավային համախտանիշ, եթե դիտարկենք կնոջ մոտ, քրոնիկը նրա մասին է, որ առնվազն 6 ամիս ցավը կա, կոնքային որովայնի ստորին հատվածում, եթե փորձենք մի քիչ ավելի հասկանալի լեզվով, պորտից ներքև տեղակայված ցավի մասին է, եւ այստեղ հաճախ մեզ կարող է թվալ, որ ցավը, եթե տեղակայված է որովայնի ստորին շրջանում, միանշանակ միայն սեռական օրգաններին է վերաբերվում, սակայն միշտ պիտի հաշվի առնենք, որ սա բազմա էտիոլոգիկ, բազմապատճառային եւ բազում տարբեր հիվանդությունների որևէ գանգատը կարող է լինել քրոնիկ կոնքային ցավը։ Այստեղ կարող ենք ընդգրկել մարսողական համակարգի հիվանդությունները, որոնք կարող են լինել եւ բորբոքային եւ ֆունկցիոնալ, օրինակ գրգռված աղոհամախտանիշը եւս կարող է քրոնիկ կոնքային ցավեր առաջացնել, կարող ենք ունենալ միզուղիների որևէ պաթոլոգիա, ելի կարող է լինել բորբոքային եւ ոչ բորբոքային բնույթի, կարող ենք ունենալ նյարդամկանային համակարգի որոշ հիվանդություններ, այդ թվում կոնքի հատակի մկանների ընդգրկումով, եւ հենց այստեղ առավել շատ սկսում է տուժել նաեւ սեռական համակարգը, որովհետեւ կոնքայի հատակը շատ ակտիվ մասնակցում է սեռականության դրսևորմանը, ռեալիզացիային եւ իհարկե չմոռանանք, որ կարող են գործ ունենալ նաեւ գինեկոլոգիական որոշ խնդիրների հետ, այդ թվում նաեւ բորբոքային, հասարակ բորբոքային process-ները եւս կարող են ցավեր առաջացնել, սակայն ոչ միայն բորբոքային եւ առավել հաճախ մենք բախվում ենք ցավոտ դաշտանների հետ, այսինքն կինը կարող է նախադաշտանային փուլից սկսած կամ հենց դաշտանի օրերին ունենալ բավականին արտահայտված ցավեր, որոնք կարող են խիստ բացասական ազդել նրա կյանքի որակի վրա, ֆունկցիոնալության վրա եւ որը հաճախ կարծում եմ մեր հասարակությունում, այդ թվում նաեւ բժշկական հասարակությունում տարիներ առաջ առավելապես կարծում հիմա այդպես չի փոխվել մոտեցումը, չի կարևորվել եւ կանայք չեն ստացել բավարար խնամք եւ բավարար ինֆորմացիա չեն ունեցել բժշկության մեջ, որպեսզի կարողանանք առավել գրագետ մոտեցում ցուցաբերենք։ Այստեղ մի կարևոր բան կա։ Հիշենք, որ ցավը երբևէ չի լինում միայն ֆիզիկական։ Միշտ ցավի հանդեպ մենք ունենք մեր ընկալումը, վերաբերմունքը, ու եթե ցավը քրոնիկ է դառնում, փոխվում է նրա ընկալումը։ Սովորաբար ցավային շեմը իջնում է, այսինքն ավելի փոքր ցավին մենք սկսում ենք ավելի ուժեղ արձագանք տալ եւ հաճախ նաեւ աղավաղված կարող ենք ընկալել, ցավը։
Այս դեպքում շատ կարևոր է լինում, որ մենք կարողանանք ցավը կառավարել, եւ եթե ի տարբերություն այլ խնդիրների մենք ասում ենք դե հո գանգատ չենք մենակ բուժում, բայց հաճախ այս գանգատը ցավը կարմիր դրոշակն է, որ ինչ որ մի բան կնոջ օրգանիզմում, ու իհարկե կնոջ մասին ենք հիմա խոսում, բայց եթե չբաժանենք, եթե կա ցավ, անպայման պետք է ուշադրություն դարձնել, հասկանալ ինչի մասին է օրգանիզմը մեզ հուշում։ Իդեպ բավականին հյուծված, սպառված, հոգեոզական տարբեր քրոնիկ ստրեսերի միջով անցնող մարդը կարող է ավելի գեր արձագանքներ տալ ցավին, իսկ երբեմն էլ հակառակը ցավը ավելի հետ մղել եւ փորձել այսպես դիմանալ, ու շատ կուզեմ, որ այս պահին էլ, հա, ոնց որ հասարակության մի հատ կարծիք էլ ունենք, դե ցավա դիմացիր, կա տենց չէ կարծիք ուժեղ եղիր, բայց ցավը միշտ հայն չէին հոչես դիմելու, հետազոտվելու բժշկի, եթե դիմես բժշկի սենյակում հայտնվես անպայման ինչ որ բուժումներ են նշանակվելու, բա քեզ պետք է, ես էլ սա շատ եմ այսպիսի վերաբերմունք լսում, փաստորեն մենք հիմա նաև փորձում ենք կոտրել այս կարծրատիպը, վերաբերմունքը։ Այո, ու շատ կարևոր է, որ մենք հիշենք, որ շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու եւ կնոջ կյանքի որակը։ Մենք բոլորս ուզում ենք ավելի որակյալ կյանքով ապրել եւ ցավը հաճախ այն ազդանիշն է, որ եկեք ուշադրություն դարձնենք ինչ որ մի բան է կատարվում օրգանիզմում։ Բայց մինչև կգնանք էնդոմետրիոզը, որի մասին առավել խոսելու եմ եւ կարծում եմ շատ խոսվում է հասարակությունում եւ կարիք կա մի փոքր ավելի մատչելի բացատրել, չմոռանանք, որ երբեմն մենք կարող ենք բախվել օրինակ պարբերական հիվանդության, որը առավել հայտնի է մեր հասարակության Երևանյան հիվանդության անվանումով։ Բայց այս համախտանիշում պարբերական հիվանդությունը կարող է տեղավորվել։ Մենք ավելի սովոր ենք այլ ջերմության բարձրացում, ստամոքս եւ այլն այդպիսի դրսևորումներ։ Երբեմն լինում են իրավիճակներ, երբ պարբերական հիվանդությունը առավել կամ հիմնականում դրսևորվում է ցավոտ դաշտաններով, այսինքն միայն դաշտանի օրերին է լինում ցավը, որը կարծես այդքան էլ բնորոշ չի պարբերական հիվանդությանը։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի բժիշկը առավել ամբողջական ինֆորմացիա հավաքի, չշտապի միանգամից ախտորոշումներ դնել։ Երբեմն բժշկության մեջ մենք կարող ենք որոշում կայացնել մի փոքր հետևել, նոր վերջնական ախտորոշում դնել, դա շատ նորմալ ընդունված տարբերակ է։ Չպիտի մենք մեղադրենք, որ տարավ բերեց, հիմա ես ամենակարծրատիպային տարածված մտքեր գնացի 1 ամիս սպասում եմ տեսնեմ ինչ է ասում, ուրեմն լավ չի տիրապետում, միգուցե հիվանդությանը արդեն կասկածներ են առաջանում մասնագիտական հմտությունների նկատմամբ, փաստորեն սա եւս պետք է նորմալ ընդունել։ Միշտ հիշենք, որ հիվանդությունները միշտ չէ որ գրքային են ընթանում եւ բոլորիս օրգանիզմները տարբերվող են, ընդհանրապես մարդ կարող է մի քանի հիվանդություն ունենալ, ատիպիկ ձևով ընթանալ, հետեւաբար դրա համար էլ մենք ամբողջ կյանքում բժիշկներով սովորում ենք, վերապատրաստվում, որպեսզի առավել ամբողջական եւ ավելի թարմացված գիտելիքներով կարողանանք հստակ ախտորոշում դնել եւ առավել արդյունավետ օգնել։ Այստեղ մի հատ կարևոր բան կուզեի ասել, մենք կարծում եմ մի հատ այնց կարևոր միտք ունենք ակնկալելով, որ բժշկությունը պետք է բոլոր խնդիրները միանշանակ լուծի։ Կգնանք, մի փոքր sense կախարդական փայտիկ կլինի, կանեն եւ կվերանան։ Սովորաբար բժշկությունը այդպես չի աշխատում։ Մեր հիվանդությունների մեծ մասը քրոնիկ են եւ մենք կարողանում ենք կառավարել առավել արդյունավետ կառավարելու մասին է հաճախ, որտեղ իհարկե կարևոր դեր ունի նաև պացիենտի կենսակերպի փոփոխությունը, ցուցումներին հետևելը, ավելի հետևողական լինելը իր առողջության հանդեպ, բայց եթե ասենք գնանք շատ ծավալվենք, երևի վերադառնանք կարող ենք, բայց սա իսկապես կարևոր էր, որպեսզի մեզ լսողները հասկանան պացիենտի մասնակցությունը։ Առանց դրա հնարավոր չէ, եթե հատկապես մենք խոսում ենք այսպիսի քրոնիկական ցավային համախտանիշների, որոնք կարող են տարիներով ձգվել եւ որոնց մենք մի տեսակ սովորում ենք, սկսում ենք դրա հետ յոլա գնալ, ապրել եւ այլն եւ այլն։ Փաստորեն, այստեղ հաստատելու եւ հերքելու շրջան ենք անցնում, ինչպես հասկանում եմ, օրինակ, պարբերականը կամ հաստատվեց կամ հերքեց, աղիների աշխատանքը կամ հաստատվեց կամ հերքեց, բայց առյուծի բաժինը, ինչպես հասկանում եմ, ընկնում է գինեկոլոգիական խնդիրների վրա։ Այո, եւ եթե մենք բախվում ենք դաշտանային ցավի, քրոնիկ կոնքային ցավի, որը առավել դաշտանի ժամանակ է դիտվում, մոտ 70% դեպքերում գործ ենք ունենում էնդոմետրիոզ հիվանդության հետ։ Մի փոքր պիտի պարզաբանեմ։ Վերջերս այնքան են խոսում, այնքան են գրում, երևի թե մենք պետք է ուրախանանք, որովհետև բժշկագիտությունն էլ ընդհանրապես մարդաբանությունն էլ ասում է, որ դարեր շարունակ, տասնամյակներ շարունակ այդքան էլ չի ուսումնասիրվել այս հիվանդությունը եւ ոչինչ չի արվել լուծումներ տալու համար։ Դե կին է, քրոնիկական ցավեր ունի, դե
նորմալ է, Այն ինչ որ դաշտանի հետ է կապված եղել, հաճախ շատ տաբուացվել է, հա, ամոթի հետ է ասոցացվել եւ չի խոսվել այդ մասին, հա։ Հիմա սկսել են, փաստորեն։ Հիմա սկսել են խոսել։ Տեսեք, մի փոքր պիտի գնանք անատոմիա, կփորձեմ ավելի մատչելի ձևով բացատրել, հա, արգանդի ներսի շերտը էնդոմետրիումն է, որը ամեն դաշտանի ժամանակ շերտազատվում եւ դուրս է գալի, որովհետեւ բնությունը այդպես է ստեղծել, ինքը ցանկանում է, որ ամեն ամիս, ամեն դաշտանային ցիկլի ընթացքում արգանդը նախապատրաստվում է պոտենցիալ հղիության եւ եթե հղիություն չի լինում, պետք է թարմանա ներսի շերտը։ Նա ուզում է գրանցել հղիություն, ամեն կենսաբանորեն, այո, բայց մենք միայն կենսաբանական էակներ չենք հիշենք դրա մասին, բնականաբար։ Եվ այս process-ը էստրոգեն կախյալ, այսինքն կնոջ հիմնական գլխավոր սեռական հորմոնների էստրոգենների ազդեցության ներքո է այս process-ը տեղի ունենում։ Հիմա, երբ որ արգանդի ներսի շերտի նման հյուսվածքական բջիջներ տեղակայվում են խոռոչից դուրս, օրինակ արգանդի մկանային շերտի մեջ, օրինակ դա ասում ենք ադենոմիոզ, կամ եթե իրանք տեղակայվում են արգանդից դուրս, կարող են լինել արգանդի վզիկի վրա, կարող է լինել զվարանների, այլ օրգան համակարգերի, աղիների, միզապարկի։ Ինչպես կարող են դրանք թափառել եւ գնալ հասնել այլտեղ։ Շատ հետաքրքիր հարց է, մինչեւ հիմա մենք վերջնական դրա պատասխանը չունենք, տարբեր տեսություններ, վարկածներ կան, բազմապատճառային է դիտարկվում, հա, միշտ կա որոշակի դեր ժառանգական նախադրամադրվածության եւ որոշակի գործոնների, որոշ կանանց դեպքում գործոնները հդրթում են, որպեսզի հիվանդությունը զարգանա, որոշ դեպքում այդ դրթումը տեղի չի ունենում, չի զարգանում, բայց սովորաբար կանանց բավականին գերակշիռ մեծամասնությունը էնդոմետրիոզի հետ առավելապես բախվում է։ Սակայն միշտ չի որ գանգատներ է լինում, իսկ գանգատները եթե լինում են, առավել հաճախ ցավոտ դաշտանն է, բայց նաև առատ դաշտանն է։ Առատ կտորներով նախադաշտանային քսվող արտադրությամբ, հետդաշտանային քսվող արյունային արտադրությամբ, երբեմն է դաշտանից դուրս արյունային արտադրությամբ եւ այստեղ մեկ այլ խնդրի դեպք կարող ենք բախվել, որտեղ եթե կինը առավել շատ արյուն է կորցնում եւ չի հասցնում սննդով երկաթի կորուստը, որը արյունով մենք կորցնում ենք վերադարձնել, մենք կարող ենք բախվել երկաթի պակասին կամ երկաթ պակասորթային անեմիային, որը ելի ամբողջ օրգանիզմի վրա է ազդեցություն թողնելու եւ բացասական ազդելու կյանքի որակի վրա եւ մնացած բոլոր հիվանդությունների ընթացքում։ Կարատավոր շղթայի է վերածելու դա եւս ազդելու է երևի էնդոմետրիոզի վրա, ցավի զգացողության վրա եւս, որտեղ երբ որ մենք մի քիչ ավելի հյուծված ենք, մեր համար ավելի դժվար է ուժ չունենք ցավին ավելի դիմանալու, ավելի կերսկայուն ենք դառնում եւ այստեղ մի հատ ցավի հետ կապված ուրիշ բաներ ունենք, եթե քրոնիկ ու կրկնվող է, հա, երբ որ մենք ակնկալում ենք, հեսա նորից կգա այն փուլը, երբ որ ցավ կլինի, ակամայից սկսում ենք վախենալ, հա, ու ինքը շատ ավելի մեծացնում է ցավի փոփոխությունը, շատ ավելի ուժգին է ցավը դառնում եւ հակառակը, եթե մենք իմանանք, որ մենք կարող ենք ցավը կառավարել, շատ ավելի հեշտանում այդ վախը սկսում է իջնել եւ առավել շատ գործիքներ, եթե գիտենք ինչ կարող ենք օգտագործել, եթե այս գործիքը այս փուլում չաշխատի, հետո ինչ կարող ենք օգտագործել, դա առավել ապահովություն է մեզ տալիս։ Բայց բժիշկ, արդյոք այստեղ չկա խորքային արմատախիլ անող լուծում եւ մեզ մնում է միայն սիմպտոմների հետ աշխատել, այդ ցավը վերացնել։ Սպասում ենք ցավի, միգուցե մեր նյարդային համակարգի հետ աշխատենք։ Ինչ ունենք այսօր որպես միջոց։ Ես կուզեի մի քիչ էլ բարձաբանել ինչա կատարվում, պատկերացնեք, եթե արգանդի խոռոչը չի, որտեղ որ շերտազատվեց, վերքային մակերես առաջացավ, լավացավ, որը նորմալ է։ Հիմա այդ օջախը գնաց մեկ այլ տեղ, որտեղ որ տեղ չկա, որպեսզի շերտազատվի, դուրս գա հյուսվածքը, ինքը մնում է։ Եվ մեր պատկերացնենք ինքը դառնում է այսպես բորբոքային process, համակարգային բորբոքային process-ի նման մի բան, բորբոքային process, որը վարակիչ հիվանդություն չի, բայց օրինակ պատկերացնենք վնասել ենք մեր օրինակ ձեռքը, հա, ու մեր արյունային իմունային համակարգը իր պաշտպանական մեխանիզմներով գալիս է օգնում է որ վերքը լավանա։ Հիմա նույն կերպ այս ժամանակ էլ մեր իմունային համակարգը գալիս է փորձում այդ արյունահոսող վերքերին, ճագերներով ասած, վերքը լավացնի, բայց չի լավանում եւ մեր իմունային համակարգը ցավոք սրտի սկսում է հակառակ մեր դեմ մի քիչ աշխատել, որովհետեւ այդ ակտիվացած պաշտպանական արձագանքներով առաջացած նյութերը սկսում են շրջագայել եւ այս նորություններից մեկն է չափազանց են ոնց որ հա, աշխատում։ իրանք համակարգային այդ բորբոքային process-ը կարող է վնասել անոթի պատերը։
Եվ այս մեր նոր ոնց որ վերջի տարիների հետազոտություններն են բժշկության, որ էնդոմետրիոզը կնոջ դեպքում երիտասարդ կանանց մոտ սիրտանոթային համակարգի ռիսկերի բարձրացման մասին է։ Սովորաբար մենք տարիքի հետ ենք խոսում սիրտանոթային համակարգի ռիսկերի մասին։ Այս դեպքում մենք ոնց որ 40-ից ցածր արդեն կանանց մոտ, եթե կա էնդոմետրիոզ ախտորոշումը, այստեղ արդեն բարձր ռիսկի մասին է խոսվում եւ սովորաբար տրվում են այն բոլոր խորհուրդները, որ տալիս ենք բոլոր մարդկանց, ովքեր սիրտանոթային համակարգի ռիսկեր ունեն, օրինակ չծխել, առողջ սնվել, ունենալ ֆիզիկական ակտիվություն, պարբերաբար ստուգել խոլեստերինը, գլյուկոզը։ Ինչը որ սրտաբանները սովորաբար հսկում են եւ հորդորում։ Կարիք կա այստեղ, որ մենք չնայենք մենակ sense գինեկոլոգիական խնդիրը, մենակ դաշտանը փորձենք կառավարել, այլ ավելի ամբողջական նայենք, կնոջ առողջությունը դիտարկենք։ Էլի կա որևէ հետաքրքիր նորություն կամ թեկուզ ոչ նորություն, բայց քիչ խոսվող որևէ բան էնդոմետրիոզի վերաբերյալ, որ դուք կուզեիք հիմա մեզ լսող կանայք հաշվի առնեին, իմանային այդ մասին, հստակ տեղեկացվեին։ Տարիներ առաջ, ընդհանրապես երկար տարիներ, մենք դիտարկում ենք, որ էնդոմետրիոզ ախտորոշումը կարող ենք դնել ոսկե ստանդարտը վիրահատական միջոցով, եթե ինչ-որ մի վիրահատություն է կատարվում, թեկուզ ինչ-որ ցավեր են ու գնում ենք ախտորոշիչ լապարոսկոպիկ հետազոտության, հա, ու տեսնում ենք ինչ-որ հյուսվածքներ, որոնք առավել նման են էնդոմետրիոիդ օջախի, հեռացնում ենք, ուղարկում ենք հյուսվածքաբանական հետազոտության եւ այդպես ախտորոշումը հստակեցվում է։ Ժամանակակից բժշկությունը ասում է, որ մենք կարող ենք այլևս չհասնել վիրահատության, որպեսզի ախտորոշումը դնել, մենք կարող ենք արդեն ենթադրել, որ մենք գործ ունենք էնդոմետրիոզի հետ, եթե բացառում ենք մնացածը, կամ մի քիչ աչքի տակ ենք ունենում, որ կարող է մեկ այլ եւս հիվանդություն լինի, բայց քանի որ մեր համար կարեւոր է ախտանիշի հետ աշխատել, այս դեպքում ցավն է, իսկ ինքը շատ փոխում է մեր կյանքի որակը, իդեպ ցավի զգացողությունը կարա լինի այդ համակարգային բորբոքային process-ների ժամանակ ընդգրկվում են նաև նյարդերը, նյարդային վերջույթները, այդ տվյալ հատվածների եւ իրանք եւս կարող են սեղմվել, փոփոխվել ու ցավային համախտանիշ առաջացնել, հա։ Հետեւաբար շատ կարեւոր է այդ process-ի վրա ազդել։ Մենք ազդելու արդեն տենց տարբեր մեխանիզմներ ունենք, այսինքն ձեր եթե հարցին նորից այսպես ավելի ընդհանուր պատասխան տամ, որ մենք չենք նստում սպասում ինչ որ բավականին տենց խորքային հետազոտություններ, անպայման վիրահատություն անելու, որ նոր սկսենք բուժումը։ Չնայած ախտորոշելուն իհարկե մեզ շատ օգնում է մանրամասն հարց ու պատասխան անել, անամնեզ հավաքելը, հա, երբ հալինում ինչպես է կարողանում արձագանքել կինը, ինչ է օգտագործում, ինչի վրա է ցավը ուժեղանում, ինչի վրա է թուլանում, եւ սովորաբար առավել հաճախ օգտագործվող լաբորատոր հետազոտություններից ունենք ուլտրաձայնային հետազոտությունը, հա, սովորաբար խորհուրդ ենք տալիս կամ տրանսվագինալ կամ տրանսրեկտալ, ինչպես նաև MRT-ն է բավականին արդյունավետ դառնում հատկապես խորքային էնդոմետրիոզի դեպքում։ Ինչ են ցույց տալիս սրանք, սոնոգրաֆիան ավելի մակերեսային խնդիրները, հա, MRT-ն ավելի ինվազիվ, խորացած, բխրճված, էնդոմետրիոիդ ենթադրյալ օջախները։ Իհարկե լինում է իրավիճակ, որ կարևոր է լինում նաև գնալ վիրահատության, որովհետև վիրահատությունը հաճախ նաև ոչ միայն ախտորոշիչ, այլև բուժիչ տարբերակներից մեկն է լինում, եթե բավականին արտահայտված էնդոմետրիոիդ օջախներ կան, վիրահատության ժամանակ կարելի է այդ օջախները հեռացնել, այրել, հա, բայց միշտ ամեն դեպքում բոլոր օջախները ենթակա չեն հեռացման, վերացման, չէ՞ որ դա կտա վերջնական լուծում, այլ ոչ թե ամեն անգամ ցավի հետ պայքարել, գտնել տարբերակներ, որը կօգնի կառավարել ցավը։ Այլ հեշտ չի մի անգամ բոլոր օջախները հայտնաբերել եւ հեռացնել։ Իհարկե շատ ավելի ցանկալի կլիներ այսպես արմատական բուժում ունենալ, ցավոք սրտի այս պահին չունենք, որովհետեւ նույնիսկ եթե մեկ բջիջ էնդոմետրիոիդ մնում է, ինքը կարող է մեծանալ։ Այո, կարող է մեծանալ եւ հետեւաբար մենք կարիք ունենք կառավարելու, նշանակելու բուժում, հիշենք, որ ինքը էստրոգեն կախյալ էր եւ հաճախ հենց մենք օգտագործում ենք հորմոնալ պրեպարատներ, հա, բեղմնականխիչ համակցված հաբեր կամ առանձին ոչ միայն էստրոգեն պարունակող, երբեմն նույնիսկ լինում է իրավիճակ, երբ որ ճնշվում են ծվարանները, այսպես արհեստական դաշտանադադար առաջացնելու, բայց այստեղ էլ մի ուրիշ խնդրի ենք բախվում, որտեղ դաշտանադադարի ժամանակ գանգատներ են սկսվում, այսինքն մենք հետո մի քիչ էլ տալիս ենք բնական հորմոններ, որ այդ գանգատները մեղմենք, այսպես puzzle-ի պես այդ միշտ չի որ մենք դրան հասնում ենք, բայց ոնց որ տարբեր փուլերով սենց գնում ենք, միշտ պարզից դեպի բարդն է գնում բժշկություն ու դա նորմալ է, այսել կուզեմ իմանանք, որ երբևէ չկա սենց մոտեցում, այս է
կանենք եւ միանշանակ 100% կաշխատի։ Մենք սկսում ենք ամենապարզից առաջին բուժման մոտեցումից, հա, տեսնելով, հուսալով, որ այն առավել արդյունավետ կլինի։ Ավելի քիչ կողմնակի էֆեկտներով, ավելի օրգանապահպան, իհարկե, բժշկությունը միշտ էսպես է օգնել, առավելապես օգնել, առավել քիչ վնասելով։ Եթե այս մի փուլում լավ աշխատում է, մենք շարունակում ենք դա։ Եթե դա արդյունավետ չի կամ բավարար արդյունավետ չի, մենք կարող ենք դիտարկել հաջորդ բուժման մոտեցումը։ Ու այստեղ էլ փաստորեն հարգելի ունկնդիրներ, ուշադրություն այս պահին, որ մենք չպիտի մեղադրենք բժշկին մեր վրա փորձեր տնելու համար։ Սա էլ շատ լսած կլինեք։ Հերթով սկսեցին փորձեր դնել վրաս փոխանակ մի հատ ուղեցույց չկա, արդյոք դրա վերաբերյալ անենք դա։ Ուղեցույցը դրա մասին է, որ մենք ունենք բուժման մոտեցումներ։ Ուղեցույցը հենց մոտեցումների աճն է դեպի բարդը, հա։ Ես կարծում եմ տարիներով մենք շատ քիչ ենք խոսել ինչպես է աշխատում բժշկությունը, հա, ինչպես է աշխատում բժիշկը, ինչ գործիքներ ունի բժիշկը, դրա մասին է ասում, որ հաճախ կա շատ մեծ սպասելիք, որ կգնա բժիշկը ամենագետ, ամենակարողն է բժշկությունը եւս, բայց իրականությունը դրա մասին չի, բայց դա էլ չի արժեզրկում բժշկությունը եւ բժշկին, հակառակն դարձնում է մարդ։ Մենք բոլորս մարդիկ ենք, այո, եւ առավել հաճախ մենք հիմա քննարկում ենք պացիենտի հետ, որ մենք ունենք բուժման այս մոտեցումները։ Օրինակ սա ինչով կարա օգնի այս դեպքում, որը կարող են կիրառել։ Ձեր դեպքում օրինակ sense խնդիր ունենք, այստեղ օրինակ կարա հակացություն ունի, օրինակ եթե կինը ծխում է։ Մենք էստրոգեն պարունակող հորմոնալ սինթետիկ հորմոններ չենք կարող տալ, որտեղ ռիսկերն ենք շատ բարձրացնում տրոմբոզների։ Խորհրդակցում եք մի տեսակ, նաև մասնակից եք դարձնում հենց պացիենտին ելնելով իր սովորություններից, այլ քրոնիկական հիվանդություններից, հնարավոր կողմնակի էֆեկտներից։ Այստեղ մի հարց էլ հասցնենք սեռական կյանքի վրա ազդեցությանը անդրադառնալ, արդյոք կարող է այս համախտանիշը դրսևորվել միայն սեռական ակտի կամ սեռական կյանքի հետ կապված գործողությունների մեջ, եւ եթե մենք ունենք այստեղ խնդիր, կարող ենք կասկածել, որ միգուցե դա հենց էնդոմետրիոզն է եւ պոչը բռնենք այդպես խորանալ։ Տեսեք, իհարկե սեռական ցավային խանգարումները տարբեր են լինում, մենք կարող ենք ունենալ առավելապես կոնքի հատակի շրջանում ցավ, որը կարող է անհնար դարձնել հեշտոցային ներհրումները, հա, բայց եթե մենք գործ ունենք խորքային ցավի հետ, հա, ցավը ավելի խորքում է տեղակայված եւ դիրքը փոխելից այն չի փոփոխվում, այստեղ մենք հաճախ մտածում ենք էնդոմետրիոզի մասին, խորքային էնդոմետրիոզի մասին։ Այդ կարևոր ցուցիչն է, որտեղ նորմալ է, յուրաքանչյուր կնոջ կյանքում է կարող է լինել, որ ինչ որ մի դիրքում որոշակի ցավային զգացողություն լինի, եթե դիրքը փոխում ենք, կամ գուցե դաշտանային ցիկլի ինչ որ փուլի հետ է ենթադրյալ օվուլյացիայի օրերն են, հա, եթե ինչ որ ժամանակ հետո փորձում ենք ցավ չկա, օքեյ, կամ օրսողական համակարգներ միգուցե այդ պահին մի փոքր ավելի զգայուն, այո, բայց եթե ինչ որ մի բան մենք փոխում ենք, չի անցնում, դիրք ենք փոխում, ժամանակ ենք մի քիչ տալիս, հա, տեսնում ենք ինչի անցնում, հետևաբար ստեղ կարծես թե ինչ որ օրգանական խնդրի հետ գործ ունենք, հա։ Սա անատոմիական խնդրի հետ է կապված, թե նրա, որ օրինակ սեռական հարաբերության ժամանակ կծկումներն են շատ, սպազմերը, տոնուսը եւ այլն, հա, միանալու Լուսի ջան, խորքային ցավը բերելու է էլի նրան, որ մեր ուղեղը հիշելու է, որ վայ, բավոր էլի ցավ է, ու մենք ակամայից կարող ենք ասենց կծկվել, ու առավել նպաստել եւ ուղեղը ասենց հավասարություն կարա դնի, որ սեքսը հավասար է ցավի։ Հասկանալի է, այստեղ դուք կարծում եմ շատ հարմարավետ եւ ճիշտ ընտրություն եք կատարել, երկրորդ մասնագիտացումը գումարել եք սեքսոլոգիան եւ հիմա արդեն կարող եք երկու դաշտում էլ ձեզ լավ։ Այո, իրանք իրար շատ լրացնում են, շատ համաձայն եմ լրացնում են եւ կուզեի նաեւ խոսեինք այն մասին, թե ներկայում կամ անցյալում էլ կարող ենք համեմատություններ անել, թե որ տարիքային սեգմենտի մոտ է առավել շատ հանդիպում այս համախտանիշը կամ օրինակ եթե դերատի օրիորդը չափահաս է կամ ավագ դերասական տարիքի է, չունի սեռական կյանք եւ այլն կարող է արդյոք ունենալ այս խնդիրը։ Եթե մենք խոսում ենք ընդհանրապես ցավային համախտանիշի մասին կամ էնդոմետրիոզի, դա շատ շփոթեցնող է, դա ջահել աղջիկա երբեք չի եղել գինեկոլոգի մոտ, հիմա ինչ տանեմ, պարզենք թե ինչու է ցավում։ Հա, այս էլ կարևոր կարծրատիպ է, որ արժի կոտրել, գինեկոլոգիան միայն սեռական կյանք ունենալու մասին չի կամ չունենալու մասին չի։ Սեռական օրգանները անկախ սեռական կյանքի առկայությունից, մեկ այլ մարդու հետ,
չեն կարող չունենալ որևէ խնդիրներ եւ պարտադիր չէ որ այդ խնդիրները զարգանան եւ արտահայտված գանգատներ առաջացնեն։ Մենք ի վերջո խոսում ենք նաեւ կանխարգելիչ բժշկության մասին, հա։ Մարդ կարող է ունենալ որոշակի զարգացման ինչ-որ խնդիրներ օրգանական, որոնք ինչքան ավելի վաղ տարիքում ենք հայտնաբերում, ավելի ճիշտ են կարողանում կառուցել ինչպես վարվել։ Էնդոմետրիոզը կարող է զարգանալ հենց առաջի դաշտանի հետ։ Ինքը էստրոգեն կախյալը, այո։ Ի վերջո մենք բախվում ենք, չէ՞, հենց դեռահաս աղջիկների մոտ, որ դաշտանը բավականին ցավոտ է, իսկ հաճախ ուշաթափության հասնող, հա, տեսակ ամոթի հետ ոնց որ ծածկվում է այս ամենը, բայց իրականում շատ կարևոր է լինում։ Հիմա իհարկե մեր երկրում էլ դեռահասության ժամանակ մանկական գինեկոլոգի են դիմում, հետազոտություններ անցնում, փորձում են ավելի վաղ տարիքից հայտնաբերել որոշ հիվանդություններ եւ գրագետ մոտեցում ցույց տալ, փաստացի կրթել ինչպես խնամել, ինչպես ճիշտ խնամք եւ հոգատարություն ցուցաբերել մեր մարմնի հանդեպ, մեր սեռական օրգանների, սեռական վերարտադրողական համակարգի հանդեպ։ Իդեպ վերարտադրողական համակարգի վերաբերյալ արդյոք կարող է օրինակ թեկուզ հենց մենարխեից սկսած դրսևորվող այս համախտանիշը չբուժելու, բժշկին չդիմելու, հստակ ախտորոշում չունենալու եւ այդ հարցով չզբաղվելու դեպքում հետո ազդել վերարտադրողական ֆունկցիաների վրա, սա խանգարում է հղիություն գրանցելուն, թե այս հարցը մի քիչ կուզեմ ձևափոխենք, որովհետեւ մի տեսակ sense վախեցնող կարա հնչի։ Հա, որ եթե սա կա, ուրեմն հետո սա իրականում էնդոմետրիոզը, եթե հատկապես տեղակայվում է ձվարանների վրա, մենք էնդոմետրիոիդ կիստաներ կարող ենք ունենալ եւ սովորաբար չենք շտապում հեռացնել այս կիստաները, բայց եթե կարիքը լինում է, մենք միշտ ցենց նժարին դնում ենք, որտեղ էնդոմետրիոիդ կիստաները ձվարանային հյուսվածքի մեջ են, հետեւաբար ձվարանային հյուսվածքն է հեռացում եւ ձվարանների pašարն է իջնում։ Հա, այդ հաշվի ենք առնում։ Հետո ոչ հազվադեպ լինում են իրավիճակներ, որ կպումային process-ներ են առաջանում եւ այստեղ ոնց որ անպտղության ավելի արգանդափողերի կամ կապումներով պայմանավորված խնդիրներ կարող ենք ունենալ, բայց դա չի նշանակում այս ամենակարևոր ուղերձը որ կուզեի անել, որ եթե կա էնդոմետրիոզ, չի նշանակում, որ անպայման պետք է լինի անպտղություն։ Հա, կարող է առաջացնել, իդեպ կա ռիսկ նաև քաղցկեղի, բայց ինքը բավականին ցածր է։ Կան միշտ որ կարդում ենք հիմա արհեստական բանականությունը կա, համացանցը կա, չէ՞, միանգամից շատ ինֆորմացիա է բերում, բայց շատ կարևոր է ֆիլտրել ու իմանալ, որ այո, կարող են դրսևորվել տարբեր բարդություններ, կարող են լինեն, բայց դրանք պարտադիր պայման չեն, եւ առավել գրագետ է այդ ինֆորմացիան հավաքել, գնալ բժշկի հետ քննարկել։ Այսինքն կարելի է ունենալ էնդոմետրիոզ եւ անել որոշակի նախապատրաստական քայլեր, ինչու ոչ բուժումներ եւ հետո արդեն աշխատել լինել, գանգատները կառավարել։ Իհարկե, եթե մենք կարող ենք կառավարել, որպեսզի այդ process-ը չակտիվանա, հա, ճնշենք մի փոքր, որ ամեն անգամ նոր վերքային կոպիտ ասած մակերեսներ չլինեն, կպումային process-ներ չառաջանան, հա, նյարդերը չվնասվեն, իհարկե մենք այդպես կանխարգելում ենք բարդությունը եւս։ Մի հարց էլ, որ կարող է շատերին հետաքրքրել, արյան սովորական հետազոտությունը կամ հատուկ ինչ-որ հետազոտություններ կան, որոնք կարող են կասկած առաջացնել այս մշտական բորբոքային process-ի վերաբերյալ եւ այդ կասկածից հետո մենք արդեն սկսենք ուսումնասիրել արդյոք իրոք ունենք էնդոմետրիոզ թե ոչ։ Արյան որոշակի հետազոտություններ ոչ սպეციფიկ հետազոտություններ են, որոնք կարող են մի քիչ նորմայից բարձր լինել էնդոմետրիոզի ժամանակ, բայց ոչ միայն էնդոմետրիոզի ժամանակ, հետեւաբար տենց արյան միջոցով չենք հետազոտում։ Իհարկե նաև ԴՆԹ տեստերը կան էնդոմետրիոզի, բայց դա եւս մի քիչ օրինակ, մեկը հետազոտվեց, պարզվեց, որ ԴՆԹ տեստով ինքը էնդոմետրիոզ է կրում։ Էնդոմետրիոզի ոնց որ հիվանդության կրողն է հանդիսանում։ Բայց դա դեռևս չնշանակեց, որ իր մոտ հիվանդությունը զարգանալու է անպայման։ Սա կարող է եւ երբեք չդրսևորվել։ Կլինիկական մտածողությամբ են գնում, հա, կլինիկայով եւ առավել այսպես առաջնային հետազոտություններով։ Լավ, այդ դեպքում վերջին 1 րոպեն տրամադրենք միգուցե կանխարգելիչ որևէ խորհուրդների։ Մենք կարող ենք օրինակ, եթե ծնող ենք աղջկա, ով այսպես անցնելու է ցիկլի եւ չափահասության տարիների միջով, ինչ որ քայլեր կարող ենք ձեռնարկել, որ
չպատահի սա իր հետ, թե հնարավոր չի, եթե կարող լինելու է, ուրեմն լինելու է։ Կանխարգելել, որ որևէ հիմանդություն չառաջանա, որովհետև օրինակ նպաստող գործոնները կարող են ստրեսային գործոնները լինել, դա չենք կարող անել, բայց կարող են առավել ուշադիր լինել մեր աղջիկների դաշտանային ցիկլի, ցավերի, ընդհանրապես մարմնի հանդեպ, մարմնական գանգատների եւ ոչ միայն մարմնական գանգատների, իդեպ ցավային համախտանիշը միշտ ավելի բարձրացնում է հոգեկան առողջության հիվանդությունների ռիսկը, դեպրեսիվ կամ տագնապային սպեկտրի խանգարումների եւս ինքնաընկալման, ինքնավերաբերմունքի, իսկ մի փոքր ավելի բժշկական առումով գրագետ լինել, հոգեկրթված լինել, ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ, այո։ Լավ, հատկապես որ այսօր տարբեր մասնագիտացման բժիշկներ կան, մանկական գինեկոլոգիա, ամեն ինչ, եւ մանկական եւ մեծահասակների հետազոտություններն էլ հասանելի են մեր երկրում, այնպես որ կարող է հարցը լուծվել։ Շատ շնորհակալություն, անչափ օգտակար էր եւ հետաքրքիր։ Մենք զրուցեցինք բժիշկ գինեկոլոգ, սեքսոլոգ Արմինե Հովհաննիսյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, հուսամելի կհանդիպենք որևէ հետաքրքիր թեմայի շուրջ եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։